Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Welcome to Armenia and thank you for your kind presence. Համաշխարհային առաջնորդները Երևանում մասնակցեցին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Now about European Parliament. Ալիևը ուղիղ կապով էր հանդիպմանը միացել, առիթը բաց չթողեց քննադատելու եվրոպացիներին։ To sabotage it. Նրան արձագանքեց Եվրախորհրդարանի նախագահը։ Գագաթնաժողովին զուգահեռ Երևանում արցախցիներն ու հայաստանյան ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիաներ անցկացրին։ Խորհրդանշում է մարզամերգային համալիրը։ Երևանն ու Անկարան հայ-թուրքական հաշտեցման վերջին գործընթացի մեկնարկից 4.5 տարի անց առաջին անգամ փաստաթուղթ են ստորագրել։ Անիի կամրջի համատեղ վերականգնման արձանագրություն։ Իրանը պնդում է Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավ են հրթիռակոծել, Վաշինգտոնը հերքում է։ Ընտրություններից մեկ ամիս առաջ ընդդիմությունը չի բացառում հետընտրական հնարավոր զարգացումները, իշխանությունը չի արձագանքում։ Դա ունենալու է իր լուրջ հետևանքները։ Համաշխարհային լիդերները հավաքվել էին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել Եվրամիության բոլոր երկրների առաջնորդները, բացառությամբ Գերմանիայի, համագործակցող երկրները Ալբանիայից մինչև Մոլդովա։ Առաջին անգամ այս ձևաչափին որպես հյուր մասնակցում էր նաև Կանադայի վարչապետը։ Երևանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այս ձևաչափով հանդիպումները սկսեցին հենց Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Եվրոպայի անվտանգության հեռանկարները համատեղ քննարկելու համար։ Այժմ Կարլեն Ասլանյանի հետ ենք ուղիղ կապ հաստատել, նա ողջ օրը մարզահամերգային համալիրում է աշխատել։ Կարլեն, բարի երեկո։ Գագաթնաժողովը ավարտվեց, նաև հայտարարություն հնչեց, ինչ կփոխանցես։ Ողջույն, Աստղիկ, գագաթնաժողովը ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի համատեղ հայտարարությամբ, որը ավելի շատ արողակարգային էր, հիշատակումներ կային խաղաղությանը, թվում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության, Ուկրաինային աջակցության վերաբերյալ այդ համատեղ ասուլիսին մասնակցում էր նաեւ Իռլանդիայի ղեկավարը, հիշեցնեմ, որ այս գագաթնաժողովն անցկացվում է տարեկան երկու անգամ աշնանը եւ գարնանը եւ ահա արդեն հաջորդը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանից կուղևորվի Իռլանդիա, իդեպ Ադրբեջանն էլ է հյուրընկալելու այս հավաքը, բայց արդեն 2 տարուց 2028-ի գարնան։ Կարլեն, պաշտոնական մասից հետո նաև դեմ առ դեմ հանդիպումներ եղան, դրա մասին եմ ուզում հարցնել, որոնք կառանձնացնես։ Վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ, ընդ որում նա երեկվանից էր սկսել արդեն հյուրերի հետ առանձնազրույցներ, այսօր մասնավորապես նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպեց, Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններ անցկացրեց, այս հանդիպումն ու այցն ինքնին հետաքրքիր է, որովհետև փաստորեն անկախության շրջանում առաջին անգամ էր Լոնդոնը երկրի ղեկավար գործուղում Հայաստան եւ ահա երկկողմ հանդիպման արդյունքներով հաղորդվեց, որ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համագործակցության հուշագիր են ստորագրում, իհարկե թերևս ամենահետաքրքիր հանդիպումը Թուրքիայի փոխնախագահի հետ էր, հիշեցնենք, որ Անկարայի համար բացառություն էր արվել եւ Անկարան ոչ թե երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանին էր գործուղել Երևան չնայած հրավերին, այլ փոխնախագահին։ Այսօրվա երկկողմ հանդիպմանը միացել էին նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական բանագնացները Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քլեչը, որոնք վերջին տարիներին բանակցում են հայ-թուրքական կարգավորման շուրջ եւ հաղորդվում է, որ Անիի կամուրջը վերանորոգելու հուշագիր է ստորագրվել, ժամկետների մասին չի նշվում։
Կարլեն, ենթադրում եմ, որ 4 տարուց ավելի շարունակվող պատերազմի պայմաններում ամենածանրաբեռնվածը Ուկրաինայի նախագահը պետք է որ լիներ, նա ում հետ հանդիպեց, որն էր նրա հիմնական մեսիջը եւ կոնկրետ Ռուսաստանի մասին ինչ ասաց։ Այո, աստղիկ, որովհետև ինքնին այս գագաթնաժողովը կարելի է ասել հենց կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որովհետև այն հիմնադրվել է 2022-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո նախագահ Մակրոնի առաջարկով եւ նպատակը հենց Ուկրաինային եւ աջակցություն հայտնելն էր, ինչպես նաեւ քննարկելը Եվրոպայի անվտանգության հեռանկարները եւ նախորդ 7 գագաթնաժողովներին Ուկրաինան եղել է այս միջոցառման կենտրոնում, Վլադիմիր Զելենսկին բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել, բնականաբար այս հարթակն էլ նա օգտագործեց դեռ Երևանից, Եվրոպայի գրեթե բոլոր առաջնորդների հետ նա առանձնազրույցներ ունեցավ եւ Զելենսկու այցը ինքնին, ինչպես Մեծ Բրիտանիայի դեպքում էլի առանձնանում է, որովհետեւ 2 տասնամյակից ավելի Ուկրաինայի որևէ ղեկավար չէր այցելել Հայաստան եւ ահա վարչապետ Փաշինյանն էլ այս հնարավորությունը օգտագործեց, նաեւ ինքը առանձին հանդիպում ունեցավ Ուկրաինայի ղեկավարի հետ, կառանձնացնեմ նաեւ Զելենսկու բանակցությունները Վրաստանի վարչապետի հետ, հատկապես հաշվի առնելով, որ Կիևի եւ Թբիլիսիի հարաբերությունները վերջին տարիներին լարված էին, որովհետեւ Վրաստանի իշխանությունները չէին միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին եւ ահա այս ֆոնին այսօր առաջին անգամ Ուկրաինայի վարչապետը բանակցություններ վարեց վրացի գործընկերոջ հետ Երևանյան հարթակում։ Շնորհակալություն Կարլեն, ես հիշեցնեմ Կարլեն Ասլանյանը մեզ միացել էր մարզահամերգային համալիրից, ուղիղ հեռարձակմամբ նրա հետ էինք զրուցում։ Հիմա տեսնենք, թե գագաթնաժողովին ինչ հայտարարություններ են հնչել։ Երևանում են Եվրոպայի գրեթե բոլոր առաջնորդները Ֆրանսիայի նախագահից մինչև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի վարչապետեր, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության քաղաքական ղեկավարությունը, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին առաջին անգամ որպես հյուր մասնակցում է նաև Կանադայի վարչապետը։ Welcome to Armenia and thank you for your kind presence. Ինչպես եւ ակնկալվում էր, գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում գոհունակությամբ էր խոսում, որ Ադրբեջանի նախագահը թեկուզ հեռավար, բայց առաջին անգամ մասնակցում է Հայաստանում անցկացվելիք միջոցառմանը։ Now we are working closely with Azerbaijan to strengthen and institutionalize the peace of our two countries. Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ ամրապնդելու եւ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեև օնլայն ձևաչափով, բայց ես հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ 2028 թվականին այցելել Ադրբեջան, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին։ Մինչդեռ Իլհամ Ալիևի շեշտադրումներն այնքան էլ դրական չէին, նա ելույթի արտուզի բաժինը նվիրեց Եվրոպային քննադատությանը, մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին եւ Եվրոպական խորհրդարանին, որը բառացիորեն վերջերս հերթական բանաձևներ ընդունել Բաքվի դեմ, որում կոչ էր արվում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ինչպես նաեւ ապահովել հայերի արժանապատիվ վերադարձը եւ դրան հաջորդել էր ադրբեջանական մեջլիսի որոշումը խզել կապերը Եվրոպական խորհրդարանի հետ։ Իլհամ Ալիևն այսօր ավելի հեռուն գնաց, նաեւ ասաց, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանը կդադարեցնի գործունեությունը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ունի նույն արժեքը, ինչ ցանկացած այլ երկրինը, եւ այս հարցում երկակի ստանդարտները անընդունելի են։ Հիմա Եվրոպական խորհրդարանի մասին այս հավաքը խաղաղության գործընթացի աջակցելու փոխարեն այն նախընտրում է սաբոտաժի ենթարկել։ 2021 թվականի մայիսից երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից 6 ամիս անց մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրոպական խորհրդարանը ընդունել է 14 բանաձև՝ լի Ադրբեջանի հասցեին ուղղված վիրավորանքներով եւ ստով։ One particular intervention focused particularly on the European Parliament, I think it deserves
Կարծում եմ տարաձայնություններ պարունակող հանդիպումները միշտ էլ օգտակար են, բայց ցանկանում եմ արագ արձագանքել եւ ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են ձայների մեծամասնությամբ։ Հասկանալի է, որ այդ արդյունքը կարող է դուր չգալ ոմանց, սակայն մենք երբեք չենք փոխի մեր աշխատավոճը եւ կշարունակենք պաշտպանել մեր որդեգրած դիրքորոշումները։ Իհարկե չէր կարող շրջանցվել նաև Հայաստանի Եվրամիությանը հնարավոր անդամակցության թեման, հատկապես որ Հայաստանը օրենք է ընդունել եւ պարտավորվել է փաստորեն օրենսդրությամբ քայլեր ձեռնարկել Եվրոպական միությանը անդամակցելու համար։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան օրինակ ասում էր, որ այսօր Հայաստանը իր ճիշտ տեղում է Եվրոպայի սրտում է։ Because today's summit has been made possible by the agreement between Armenia and Azerbaijan. Այսօրվա գագաթնաժողովը հնարավոր դարձավ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ։ Այդ համաձայնությունը Եվրոպայում խաղաղության մի պատմություն է, որը պետք է արժևորել մի աշխարհում, որտեղ թվում է թե գերիշխում են էսկալացիան եւ պատերազմը։ Այս համաձայնության, ինչպես նաև Թուրքիայի եւ Հայաստանի միջև բարելավված հարաբերությունների շնորհիվ տարածաշրջանը թևակողել է վերափոխումների ուղին։ Միջոցառման մեկնարկին այստեղ տեղի ունեցավ բացման արարողություն, կարմիր գորգով անցնում էին եվրոպացի առաջնորդները, որոնց նաև մենք հարցեր էինք ուղղում, թե որքանով է իրատեսական Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը։ Այն, որ այս գագաթնաժողովն անցկացվում է Երևանում, ցույց է տալիս, թե որքան կարևոր է Հարավային Կովկասը, հատկապես հիմա, երբ Իրանի պատերազմն է ընթանում։ Մենք խոսելու ենք ինչպես հաղորդակցության, այնպես էլ սպառնալիքներին մեր դիմակայության մասին։ Ինչ կասեք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին։ Հայաստանն ինքն է որոշումները կայացնում։ Այստեղ մեկ ամսից ընտրություններ են։ Իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի։ Հիմնականում անկախ Եվրոպայի թեման ենք քննարկելու։ Մենք պետք է կրճատենք մեր կախվածությունը հատկապես էներգետիկ ոլորտում։ Հայաստանը կարևոր դեր է խաղում կապակցվածության առումով, քանի որ մատակարարումների շղթայում դա շատ կարևոր է։ Երևանն այսօր առանց չափազանցության միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, արտերկրից 400-ից ավելի լրագրող է ժամանել լուսաբանելու այս գագաթնաժողովը, վաղն էլ անցկացվելու է Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փաստորեն որոշեց չգալ Հայաստան, նույնը Ադրբեջանի ղեկավարը, բայց նա գագաթնաժողովին հեռավար մասնակցելով առիթը բաց չթողեց քննադատելու եվրոպացի падգամավորներին, որոնք օրերս բանաձև էին ընդունել Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, պահանջելով նաև ազատ արձակել Բաքվում պահվող հայերին։ Մինչ պաշտոնական Երևանը խուսափում է դատապարտել Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հայկական երկու եկեղեցիների ոչնչացումը, Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը կոչ է անում մեջբերեմ պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման պատասխանատուներին։ Եվրոպացի առաջնորդների հավաքին զուգահեռ այսօր նույն պահանջով արցախցիներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերն էին փողոց դուրս եկել։ Amor ձեզ, shame on you. Amor ձեզ, amor ձեզ. Դուք ինչ է, չգիտեք պատմությունը, դուք չգիտեք իրավունքը միջազգային, այդ դուք երբ պանից եւ ում եք ծառայում, արդյոք դուք ներկայացնում եք Եվրոպայի ժողովուրդներին։ Հիմա մենք հայտարարում ենք, որ 2.5 տարի է Արցախի ժողովուրդը կամովին ցանկանում է վերադառնալ մեր հայրենիք, անվտանգ արժանապատիվ պայմաններով, միջազգային երաշխիքների ներքո, ոչ ոք չի ապահովում այդ պայմանները։ Սա եւս մի առիթ է
բարձրաձայնելու այդ ամեն ինչի մասին եւ ասելու, որ մեզ համար այս խնդիրները փակված չեն եւ որ խաղաղությունը չի կարող հիմնված լինել 150,000 մարդու ոտնահարված, փշրված իրավունքների վրա։ Այդ դիմումներին պատասխաններ ստացվում են, գոնե գրավոր, ինչ որ անգամ պաշտոնական ձևով արձագանք։ Որ ասենք բոլոր դիմումներին շատ պատասխան լինում է, չէ, բայց ասեմ, որ այնպես էլ չի, որ դրանք մնում են ամբողջությամբ անարձագանք։ Այդ դիմումներին երբեմն հետևում են հանդիպումներ։ Տասնյակ պատվիրակություններ են Երևանում։ Հետաքրքրություն եղել է որևէ պատվիրակության։ Առանձին պատվիրակությունների կողմից ինչ որ հանդիպման հետաքրքրություն միջև այս պահը չի եղել, անկեղծ ասած չեմ էլ կարծում, որ որևէ օրինակ ամենաբարձր մակարդակով մեկը ցանկություն հայտնի հանդիպելու, բայց ես վստահ եմ, որ բազմաթիվ հարցեր իրենց զեկուցվել են եւ զեկուցվում են, այդ թվում նաեւ մեր այստեղ ներկայությունը այնպես չի, որ ընդեղ նստածները տեղյակ չեն, որ մարդիկ հավաքվել են, իրենց խնդիրներ ունեն, իրենց պահանջներ ունեն։ Ժողովրդավար Հայաստանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք քաղաքական ապօրինի հրահանգավորման հետևանք են, խոչընդոտում են ժողովրդավարական ակցիայի իրականացմանը։ Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ոստիկաններն արգելեցին քայլերթով շարժվել դեպի հաղթանակի կամուրջ։ Մարզահամերգային համալիրում Եվրոպական գագաթնաժողովի ավարտից հետո հենց այդ հատվածով էին անցնելու եվրոպացի առաջնորդների մեքենաները։ Իսկ ակցիայի մասնակիցները ինչպես իրենք էին ձևակերպում, նպատակ ունեին ճեղքելու Հայաստանի շուրջ եղած տեղեկատվական բլոկադան։ Եվ այո, այս պաստառները եւ մեր ցանկությունը շարվելու ամբողջ ուղեցրի վրա, որով իրանք պետք է հետ գնան Ծիծեռնակաբերդից միջև կոնյակի գործարան, հենց այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու մասին է։ Ինչ ենք մենք անելու, շատ պարզ։ Կանգնելու ենք բացառապես մայթերին, իրարից 2-3 մետր հեռավորության վրա, կենթանի շղթա կազմենք, որպեսզի անցնող գնացող մեքենաները տեսնեն Հայաստանի իրականությունը, տեսնեն Հայաստանի քաղբանտարկյալներին, տեսնեն այն, ինչ որ մենք արտահայտել ենք մեր պաստառներով, դա անվտանգությանը խանգարում է, չէ, դա խանգարում է Նիկոլի հեքիաթասացությանը։ Չնայած հանրապետական կուսակցության փոխնախագահի պնդմանը, թե իրենք խաղաղ եւ լուռ ակցիա են իրականացնելու, միևնույն է րոպեների ընթացքում քաղաքապետարանի մոտ ոստիկանների թիվն ավելացավ։ Արմեն Աշոտյանը բացատրեց, իրենք ներքին գործերի նախարարության իրազեկումն են հիմք ընդունել եւ քայլերթ ծրագրել։ Այնտեղ նշված է միայն մեքենաների երթևեկությունն է փակ լինելու։ Իրավապահները տեղում պարզաբանեցին, գնահատել են իրավիճակը եւ անվտանգության նկատառումներից ելնելով որոշել քայլերթն արգելել։ Սա է Հայաստանի այս պայդրությամբ իրադարձության վիզուալ պատկերը։ Այս ակվարիումը գույնզգույն ձկներով խորհրդանշում է մարզամերգային համալիրը այնտեղ հավաքված հյուրերով, որոնց ակվարիումի նման առանձնացրել են իրական ժողովրդից, իրական խնդիրներից։ Իրանք իրանցով հավաքվել են, այս ակվարիումի մեջ ջան-ջիգար են անում եւ մեկուսացել են մեր իրական ձայնից, մեր իրական խնդիրներից, մեր իրական հոգսից։ Հայ ժողովրդի հետ եվրոպացիներին մեկուսացրել են, որպեսզի հայ ժողովրդի հետ եվրոպացիք չշփվեն։ Այդպես էլ չստացված ակցիայով հանրապետականները մտադիր էին եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրել նաև քաղբանտարկյալների խնդրի վրա։ Նրանց գնահատմամբ Հայաստանում մոտ 5 տասնյակ քաղաքացի հետապնդվում է իշխանությանը քննադատելու համար։ Ուղերձը շատ պարզ է։ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով դուք կործանում եք Հայաստանը, դուք միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, այնինչ տանելու եք Անկարա։ Ձեր իսկ մասնագետների ու փորձագետների գնահատմամբ չկա գետ մեկ միջազգային ինդեքս ռեպորտ, որտեղ Հայաստանը դիտվի որպես իրական ժողովրդավարություն։ Իշխող քաղաքացիական պայմանագրից վարչապետի մակարդակով մշտապես հերքել են, թե Հայաստանում մարդիկ ճաղերի հետևում են հայտնվում քաղաքական հայացքների համար։ Ավելին վստահեցնում են, թե Հայաստանում իրավապահները անկախ են գործում։ Ընդդիմադիրներն այսօրվա ակցիաներով դարձյալ հիշեցրին իշխանության հայտարարություններին հաջորդած գործարար Սամվել Կարապետյանի քրեական գործն ու կալանավորումը, բարձրաստիճան հոգևորականներին, այդ թվում վեհափառին առաջադրված մեղադրանքները։ Անթաքույց հարձակումներ քաղաքական ընդդիմության վրա, բացահայտ հարձակում եւ սպառնալիքներ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ,
Սրանք համամարտկային արժեքներ են եւ որոնց դրաշակակիրը Եվրոպան է։ Մենք լիահույս ենք, որ այս հարցերի շուրջ իրենք զրույց կունենան Փաշինյանի հետ։ Քաղաքական հետապնդումների մասին բարձրաձայնող ուժերից Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը մինչև օրվա ավարտը ոչ հայտարարություն արեց, ոչ էլ որևէ ակցիա նախաձեռնեց։ Հունիսին կլերանա գործարարի կալանավորման 1 տարին, ամիսներ շարունակ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Կարապետյանն այժմ տնային կալանքի տակ է։ Մինչև օտարերկրյա պաշտոնյաների այցը տեսաուղերձով Ֆրանսիայի նախագահին էր դիմել Սամվել Կարապետյանի որդին, Էմանուել Մակրոնին հրավիրելով տնային կալանքի տակ գտնվող հոր հետ հանդիպման։ Նիկոլ Փաշինյանն n'est pas celui que prétend être. Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է, միջազգային հանրությանը խաբելով եւ ժողովրդավարական արժեքների հետևում թաքնվելով։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի, հարձակվելով մեր եկեղեցու, մեր սփյուռքի եւ իր քաղաքական հակառակորդների վրա։ Ցանկացած բռնապետություն կնախանձեր այդքան մեծ թվով քաղբանտարկյալների։ Nombre de prisonniers politiques. Երևան ժամանած որևէ եվրոպացի պաշտոնյա հրապարակային չի խոսել Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Իրանը պնդում է Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավ են հրթիռակոծել, Վաշինգտոնը հերքում է։ Գերմանիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը Եվրամիության արտգործնախարարը անակնկալ է որակում։ Ընտրություններից մեկ ամիս առաջ ընդդիմությունը չի բացառում հետընտրական հնարավոր զարգացումները, իշխանությունը չի արձագանքում։ Դա ունենալու է իր լուրջ հետևանքները։ Իրանի թեման այսօր քննարկվում էր նաև Երևանում Եվրոպական գագաթնաժողովում Իրանի հարցում վարած քաղաքականության համար եվրոպացիներից ու նաև Հյուսիսատլանտյան դաշինքից անթաքույց դժգոհ է նախագահ Դոնալդ Թրամփը, ով որոշել է Գերմանիայից դուրս բերել ամերիկյան զորքերը։ Այսօր Երևանում Եվրամիության արտգործնախարարը անակնկալ է որակել Թրամփի այդ որոշումը, նկատելով, որ ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահերը պաշտպանելու համար։ There has been a talk about withdrawal. Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերումը քննարկվում էր տևական ժամանակ, բայց Թրամփի հայտարարությունն այս ժամանակահատվածում անակնկալ էր։ Դա ապացուցում է, որ մենք պետք է ուժեղացնենք եվրոպական հենասյունը ՆԱՏՕ-ում եւ պետք է ավելին անենք։ Ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահը պաշտպանելու համար։ Եվ Իրանի շուրջ իրադարձությունների մասին Թրամփը հայտարարեց Պարսից ծոցում արգելափակված նավերին ուղեկցելու Միացյալ Նահանգների գործողության մասին իրանական պետական հեռուստաընկերությունը պնդեց, թե իրանական հրթիռները խոցել են Հորմուզում զգուշացումներն անտեսած ամերիկյան ռազմանավը, այս տեղեկությունը նավթի նոր թանկացման պատճառ դարձավ եւ Վաշինգտոնից արձագանքի արժանացավ։ Վաշինգտոնը հերքել է լուրերը, թե իրանական զինուժն ամերիկյան ռազմանավ է հրթիռակոծել Հորմուզում։ Ըստ կենտրոնական հրամանատարության ամերիկյան ուժերն ակտիվորեն աջակցում են նեղուցում նավագնացությունը վերականգնելու ջանքերին։ Դրանց շնորհիվ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ արդեն հաջողությամբ անցել է նեղուցով, նշել է հրամանատարությունը։ Մինչդեռ այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ իրանական Ֆարսը հայտնել էր, թե Իրանի զինուժը Ջաս կղզու մոտ հարվածել է ամերիկյան ռազմանավի, որն անտեսել էր նեղուցին չմոտենալու զգուշացումները։ Հարձակումից հետո ըստ գործակալության ամերիկյան ռազմանավը հետ է գնացել։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան անանում մնալու պայմանով Reuters-ին ասել է, որ Իրանը նախազգուշական կրակ է բացել ամերիկյան նավի ուղղությամբ, կանխելու դրա մուտքը նեղուց։ Արաբական Միացյալ Էմիրություններն իր հերթին հայտարարել է, որ Իրանը Հորմուզում անօդաչուներով թիրախավորել է իր դատարկ նավթատարներից մեկին, ինչը ծովահենություն է որակել։ Հրադադարից ի վեր առաջին անգամ երկրում հրթիռային տագնապ է հայտարարվել։ Այս իրադարձությունների ֆոնին նավթը 5%-ով թանկացել է, հասնելով $109։ Պարսից ծոցում իրավիճակը կրկին լարվեց, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այսօրվանից ամերիկյան ռազմածովային ուժերը կսկսեն չեզոք երկրներին պատկանող նավերին օգնել, որպեսզի դրանք ապահով անցնեն Հորմուզը։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ սա մարդասիրական քայլ է, որն
որն արվում է նեղուցում արգելափակված նավեր ունեցող երկրների խնդրանքով։ Հանուն Իրանի, Մերձավոր Արևելքի եւ Միացյալ Նահանգների բարօրության մենք այս երկրներին ասել ենք, որ նրանց նավերն անվտանգ դուրս կբերենք սահմանափակումներով գործող այս ջրային ուղիներից։ Թրամփը նշել էր, որ ուժով կարձագանքեն ցանկացած միջամտության այս գործընթացին, որը կոչել էր ազատության նախագիծ։ Աքսիոսի թղթակիցը հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյայի հայտնել էր, որ ԱՄՆ ռազմանավերը չեն ուղեկցի առևտրային նավերին, այլ պարզապես կլինեն մոտակայքում հնարավոր հարձակումները կանխելու համար։ Իրանական զինուժն էլ զգուշացրել էր Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը պետք է համակարգվի իր հետ։ Իրանը նաև ԱՄՆ-ին սպառնացել էր հարձակմամբ, եթե փորձեն որևէ գործողություն անել նեղուցում։ Մենք զգուշացնում ենք, որ ցանկացած օտարերկրյա զինուժ, մասնավորապես ամերիկյան ագրեսիվ բանակը, հարձակման կենթարկվի, եթե փորձի մոտենալ եւ մտնել Հորմուզի նեղուց, ասվում էր Իրանի զինուժի հայտարարությունում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ Հորմուզի նեղուցի նոր քարտեզ էր հրապարակել, որում նշված է, թե որ հատվածներն են իրենց վերահսկողության տակ։ Ցանկացած նավ, որը կխախտի նեղուցում Իրանի հաստատած կարգը, կկանգնեցվի ուժով, հայտարարել էր կորպուսի խոսնակը։ Չնայած Հորմուզում այս լարվածությանը Դոնալդ Թրամփը նաև պնդել է, թե պատերազմն ավարտելու ուղղությամբ Իրանի հետ դրական քննարկումներ են ընթանում։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանը ստացել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը եւ հիմա քննարկում է այն։ Էսմայիլ Բաղային սակայն դժգոհել է, որ ԱՄՆ-ն շարունակում է անիրատեսական պահանջներ դնել։ Հետևաբար մենք դեռ գործ ունենք մի կողմի հետ, որը եւ անընդհատ փոխում է իր դիրքորոշումները եւ բարձրացնում է հարցեր, որոնք գործնականում կարող են խաթարել ցանկացած դիվանագիտական գործընթաց։ Իրանի թեման ակտիվ քննարկվում էր նաև այսօր Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում։ Ֆրանսիայի նախագահն օրինակ հայտարարեց, թե իր երկիրը չի մասնակցի Հորմուզում ԱՄՆ նոր առաքելությանը։ Մենք ամենից շատ ցանկանում ենք, որ Իրանն ու Միացյալ Նահանգները համատեղ վերաբացեն նեղուցը։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա Հորմուզի նեղուցը վերաբացել մշտապես, ապահովելով ազատ նավարկությունը եւ դա անել առանց սահմանափակումների կամ վճարների։ Ու մինչ անորոշ է թե Հորմուզի նեղուցը բացելու, թե Իրանի պատերազմն ավարտելու հեռանկարը, Իսրայելի բանակը Լիբանանում օդային նոր հարվածներ է հասցրել արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլայի ենթակառուցվածքներին։ Հարավում կատաղի մարտեր են ընթանում Լիբանան ներխուժած իսրայելական բանակի եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլայի մարտիկների միջև։ Թողարկման այս հատվածում էլ ներքաղաքական թեմաներին անդրադառնանք։ Ընտրություններից մեկ ամիս առաջ մասնակցող ու չմասնակցող ուժերը հետընտրական հնարավոր զարգացումների մասին են խոսում։ Իշխանությունը չի արձագանքում։ Մինչ իշխանությունը քրեական գործերը մատնացույց անելով ընդդիմությանն է մեղադրում ընտրական հանցագործությունների մեջ, ընդդիմությունն էլ իր հերթին իշխող ԿՊ-ին է զգուշացնում, թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանն իր վերարտադրությունը ապահովելու նպատակով դիմի ընտրախախտումների։ Բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս, մենք լավ տիրապետում ենք իրավիճակին, մենք լավ առաջ են գնում եւ հույսով եմ ընտրության օրը կունենանք մեր ուզած բացարձակ հաղթանակը նույնիսկ առանց կոալիցիաների։ Նախորդին Փաշինյանի առանցքային մրցակիցներից ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ են հետընտրական փողոցային պայքարի, պնդել էր, թե հունիսի 7-ի ընտրություններում իրենց հաղթանակն ապահովված է եւ իշխանությունը ոչինչ անել չի կարողանալու, բայց եթե փորձի կլինեն լուրջ հետևանքներ։ Վստահ եղեք, որ մենք հաղթելու ենք, իրենք ոչ մի բան չեն կարենալու անեն, քանի որ արդեն 10 ամիս է իրենք ամեն ինչ անում են, իրենց մոտ ոչ մի բան չի հաջողում, իսկ եթե հանկարծ կնան այդպիսի խեղկատակ քայլերի, դա ունենալու է իր լուրջ հետևանքները, դուք մեզ լուրջ օգնելու եք։ Բնականաբար որ միշտ պատրաստ ենք, ոնց որ ասել եք 24/7 ռեժիմով։ 24/7 ռեժիմով պայքարելու ենք։ Հնարավոր հետընտրական իրադարձությունների մասին նախորդին զգուշացրել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը սակայն չէր մանրամասնել, թե ինչ ճակատագրական հետևանքների մասին է խոսում։ ՀԱԿ-ը նույնպես մասնակցում է հունիսի 7-ի ընտրություններին, վարչապետի թեկնածու առաջադրելով փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը։ Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար։ Ես համարում եմ, որ ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարող երկիրը անել։
Ընտրապայքարի մեջ մտած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը նույնպես չի բացառում, որ վարչապետ Փաշինյանը, եթե տեսնի, որ ընտրություններում չունի ժողովրդի աջակցությունը, թե նախընտրական փուլում եւ թե բուն ընտրությունների օրը կարող է դիմել ընտրախախտումների։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի падգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, պատրաստ են բոլոր զարգացումներին։ Եթե Փաշինյանը տեսնի, որ չի կարողանում արդար ընտրություններով վերարտադրվել, բոլորովին չեն բացառում, հակառակ համոզված են, որ ինքը կփորձի գնալ իշխանազավթման, պետական հեղաշրջման։ Բայց ընտրողները ժողովուրդը պարտված պետք է լինի իր քվեին տեր կանգնել։ Եթե գործող ռեժիմը անհավասար պայմաններում վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ անընդունելի այլ մեթոդներով դարձյալ կզավթի իշխանությունը, հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև որոշեց չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, սակայն խոստացել է ակտիվ ներգրաված լինել ընտրական գործընթացներում, այդ թվում հետընտրական պայքարում, թույլ չտալով գործող իշխանությանը մեջբերեմ անընդունելի մեթոդներով վերընտրվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենաուժեղ տղեն չի, վաղ թե ուշ գնալու է։ Սերժ Սարգսյանի առաջնորդած խորհրդարանական պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր էլ վերահաստատեց, կանխելու են Փաշինյանի վերարտադրությունը։ Փաշինյանը ամեն ինչ կանի, որպեսզի պահի իշխանությունը, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա թույլ չտանք։ Դա կլինի փողոցային խաղաղակցիաներով օրենքի կողմից թույլատրված, նախընտրական թե հետընտրական, դա կարևոր չի։ Իշխանականներն այսօր զերծ մնացին ընդդիմադիրներին արձագանքելուց։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս է վստահեցրել, ընտրակեղծիքների էջը Հայաստանում փակված է։ Թալինի ԿՊԱ-ական քաղաքապետը հիմա էլ դիտորդների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Պնդում են նա խախտել է բարեգործության արգելքը։ Չնայած կա օրենք այն խախտելու համար պատասխանատվություն, բայց Տավրոս Սափյանը չի նահանջում, իր արածից չի հրաժարվում ու ասում է, հո թալինցիներին չեր ասելու մի ամիս էլ սպասեք։ Ի տարբերություն ընդդիմադիրների, որոնց դեպքում իրավապահները շատ օպերատիվ են գործում, իշխանական թեկնածուի պարագայում ինքնուրույն քայլեր չեն ձեռնարկել, դիտորդներն են հանցագործության մասին պատրաստվում հաղորդում տալ։ Ավելի քան 11.5 միլիոն դրամի օգնություն թալինցիներին, անկախ դիտորդն ահազանգում է, որ Թալինի ԿՊԱ-ական համայնքապետը նախընտրական այս շրջանում խախտել է բարեգործության արգելքը։ Դիտորդները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ուղարկել դատախազությանը։ Այս դեպքում ինքը խախտել է եւ ընտրական օրենսգիրքը եւ փաստացի նաեւ թիմ օրենսդրությունը, որովհետեւ օրենսդրությունը արգելում է գումարի տեսքով օգնություններ։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափյանը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ԿՊ ընտրացուցակի 61-րդ համարն է, հետևաբար այս շրջանում իրավունք չունի նաև սոցիալական օգնություն բաժանել բնակիչներին։ Անկախ դիտորդի անդամ Գևորգ Քոթանջյանը վկայակոչում է հենց համայնքապետարանի էջում ապրիլի 27-ին Սափյանի ստորագրած որոշումը։ Ըստ դրա ավելի քան 626,000 դրամ է տրամադրվել 14 տարբեր անձանց կարիքների, սննդի, ջրի, էլեկտրականության ծախսերի դեղորայքի համար։ Ընդ որում օգնությունը ոչ թե ուղիղ բնակչին է փոխանցվել, այլ այդ գումարները տրվել են Էլցանցին, Վեոլիա ջրին, դեղատանը, իսկ սննդի գումարը անհատ ձեռներեցի, որն էր սնունդ է գնել կարիքավորների համար։ Փաստացի իրավունք չունի տրամադրել եւ այն ինչ օրենքի փաստացի խախտմամբ տրամադրվում է, դա դասվում է որպես այս դեպքում անձի կողմից բարեգործություն։ Դիտորդներն այլ օրինակել են բերում բնակիչներից մեկի համար քաղաքապետարանը որոշել է տուն գնել եւ դրա համար 3 միլիոն դրամ է փոխանցել վաճառողին։ Վիալ համայնքը բացառիկ համայնքների շարքում է, որովհետեւ մնացած համայնքների դեպքում գոնե ինչ որ ձևով փորձ է կատարվել փոքր սոցիալական աջակցություններ տրամադրել, օրինակ համայնքի հավաքան միջոցով։ Երկար տարիներ սկսակի փլուզման ժամանակից կար լքված մի հատ ամբուլատորիա Մասարակ յուղում։ Դեռ արգացին այդ ժամանակաշրջանից ապրել է այդ տարածք, որտեղ իր գլխին տանիք է։ Իսկ մենք այդտեղ նոր ամբուլատորիա ենք կառուցում, չէ՞։ Այդ մասը պետքա դուրս մնա։ Հիմա ինչ արեցի, ես ավականու որոշման, մենք այդ գյուղում 3 միլիոն մի հատ հին շենք, մի հատ տուն, որ կառուցվել է 20-30 տարի առաջ, հələ չեն կարել փոխանցում այդ մարդուն։ Պատգամավորի թեկնածու քաղաքապետի խոսքով ոչ մի բնակչի գումար չեն փոխանցել։ Կա տարեկան հաստատված ավականու կողմից գումար, եւ այդ գումարը նյութի տեսքով, դեղորայքի տեսքով, ման վարձի տեսքով, տեսեք օրինակ ներկայաբայն ես ունեմ 200-ից ավելի ուսանողներ, որ կես գումարը մենք ենք փոխանցում երթուղուն։ Այսինքն ինչ է նշանակում, պետք է այդ գումարը ասենք այս մի ամիս անդրությունն է, այդ գումարը չենք փոխանցի,
Տավրոս Սափեյանը տարակուսում է, ինչու պետք է դադարեցնի այս շրջանում աջակցությունը, եթե ամեն տարի դա արել են, այս տարին էլ բացառություն չէր։ Օրինակ, անցած տարի գերազանցիկ աշակերտներին Դուբայ էին ճանապարհել։ Այս տարի էլ 8 միլիոն դրամ են հատկացրել 47 գերազանցիկ աշակերտների եւ նրանց ուղեկցող 3 անձանց Վրաստան ուղարկելու համար։ Մյուս տարի էլ հնարավորության դեպքում Միացյալ Նահանգներ կուղարկեն։ Ինձ մարդ ասում է, ես վիրահատության կարիք ունեմ։ Ես ասեմ ինքս համայնքի ղեկավարս, ասեմ սպասեք մինչև ընտրությունը ավարտի։ Թալինի քաղաքապետը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության ներքո։ Վարչապետ Փաշինյանի հետ կաթողիկոսի դեմ պայքարի ակտիվիստներից է խոչընդոտել էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում նռնորնեքի ծեսը, հասել նրան, որ ծեսը մատուցի կարգալույծ եղած քահանան։ Սափեյանը դեկտեմբերին աշխատանքային ժամին նաև Արագածոտնից Էջմիածին էր հասել, մասնակցել Փաշինյանին միացած եպիսկոպոսների ակցիային, բարձրացել էր Մայր տաճարի սյուներին, չեր իջնում եւ Մայրաթորի բակում հայհոյանքներ էր հնչեցրել։ Դիտորդներն ակնկալում են, որ իրավապահները կքննեն ու պատասխանատվության կենթարկեն ԿՊԱ-ական քաղաքապետին։ Բարեգործության արգելքը խախտելու համար քրեական օրենսգիրքը 3-ից 6 տարվա ազատազրկում է նախատեսում։ Չեմ կարծում, որ այս ցայտուն օրինակը պետքա ինչ-որ ձևով փորձենք ուղարկել։ Ընտրական խախտումների համար մինչև այս պահը որևէ իշխանականի դեմ վարույթ չի հարուցվել։ Բարեգործության արգելքի խախտման, ընտրակաշառքի հավաքին մասնակցությունը շահագրգռելու հոդվածներով մոտ 2 տասնյակ մեղադրյալներ կան ընդդիմադիրների շրջանում։ Դե ինչ համալիրում ավարտվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, վերջում ներկայացնենք այն, ինչ դուրս մնաց ըստ պաշտոնական հրահանգից։ Այսքանը այս եթերաժամի համար, վաղը ազատությունը էլի պարբերաբար կլինի ուղիղ եթերում, լուսաբանելով Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովն ու նախագահ Մակրոնի մայիսի 5-ին մեկնարկող պետական այցը։ Հետևեք սոցցանցերի մեր էջերում ազատություն.am կայքում և կաբելային ալիքներով։ Հաջողություն։